ինչը քեզ տիպեց կուսակցություն բացել եւ գնալ ոչ պարլամենտական ընդդիմության կողքով, ոչ իշխանության կողքով։ Ինչը քեզ դուր չեկավ։ Տեսեք, դրանից հետո 13 թվականից հետո բնականաբար միշտ իմ հիմնական հետաքրքրությունները եղել են նաև արդեն մասնագիտական, ամրապնդված մասնագիտականով եղել է քաղաքական գործընթացները եւ ընդհանրապես քաղաքականությունը։ Ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ ասում են քաղաքականությունը դա այլանդակություն է եւ այլն։ Դա ամենակեղծ օրակարգն է, որը տրվում է չզարգացած հասարակություններին, որովհետեւ սեփական հանրային կյանքի կազմակերպումից ավելի պատասխանատու եւ ավելի պատվաբեր բան ուղղակի լինել չի կարող։ Ինչա նշանակում այլանդակություն, այսինքն դրանով մենք հանրային կարծիքով ստիպում ենք, որ ինչքան սկզբունքային գրագետ մարդ կա դուրս գա այդ ոլորտից, մեր կյանքի կառավարումը հանձնենք անսկզբունք մարդկանց եւ անարժեք, վերջում ասենք, տեսեք ինչի մեջ ենք հայտնվել։ Այս միֆը պետքա կոտրվի։ Ու դրանից սկսած ես երբեք չեմ վախեցել բնականաբար այլ, չգիտեմ, նույնիսկ այլ ուղղության ինտեգրվելու այլ կուսակցություն կլինի, բայց դա չի եղել մի պարզ պատճառով, երբ որ նաև ես ներսից մի քիչ քաղաքական կյանքը պատկերացրեցի, տեսա ինչ հսկայական խնդիրներ կան, որտեղ իրականում բարձրաձայնվում է նպատակը այլ բան, տակից գնում է մի գործընթաց, որը ընդհանրապես նպատակի հետ կապ չունի, խոսքը այլ բան է, գործողությունը այլ բան է, հարգանքով բոլոր ուժերին, բոլոր անհատներին, բայց ես տեսա, որ այդ խոսքի եւ իրականության մեջ կա հսկայական տարբերություն, որը անպայման մի հատ մեծ հսկայական խնդրի է հանգեցնելու մեր քաղաքական դաշտում, որը նաև եղավ։ Այդ ընթացքում անընդհատ ես այդ պրպտումների մեջ էի, բայց չի եղել մի ուժ, որտեղ որ ես կասեմ նույնիսկ գոնե գաղափարական իմաստով ես կարող եմ հարել։ Ու խոսքը պարզ գաղափարականը չէ։ Չէ, լուրջ, ոչ պարլամենտական դիմության, ոչ իշխանության գաղափարախոսության մեջ չկա բան, որ ճիշտ է։ Ես ի սկզբանե ինչի հանրապետական կուսակցությունը որպես երիտասարդ գնացի, որովհետև նախ ասեմ, ինչու, պարզ պահպանողական, որտեղ ես հիմա էլ եմ Հայաստանով պահպանողական, իմ Հայաստանը չեն փոխվել, հակառակ ավելի ամրապնդվել են որպես պահպանողական։ Ու նաև իշխանական էր, այսինքն եթե իշխանական էր ոչ թե որ մարդիկ պարզ մտածում են, որ դու կարող ես գնալ մի անգամից, չգիտեմ, X տեղը աշխատանքի անցնես, այլ դու այդ շրջանակում կարող ես ունենալ գաղափարներ, մոտեցումներ, որը եթե դու ունես իշխանական լծակներ կամ որոշակի մուտք, դա շատ ավելի հեշտ կարող ես իրացնել։ Բայց երբ որ մտնում ես ներսում տենում ես իրականություն մի փոքր այլ է կամ ոչ թե մի փոքր շատ այլ է, ու այդտեղ արդեն խնդիրները սկսում են։